Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ քաղաքական գիտությունների դոկտոր Դավիթ Լեոպոլդի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Դավիթ, Երևանում կայացել է ձեր Մարտնչող հիշողությունների երկիր գրքի շնորհանդեսը։ Դուք այս գրքում փորձում եք հասկանալ, թե ինչպես են տարբեր ժողովուրդներ, հայերը, թուրքերը, քրդերը, ապրելով միևնույն տարածքում, պատմում, ընկալում ու հիշում նույն տարածքի պատմությունը տարբեր կերպ։ Մեր խոսույթում դա ընդունված է անվանել Արևմտյան Հայաստան, Թուրքիան դա անվանում է Արևելյան Թուրքիա եւ նաեւ կա Հյուսիսային Քրդստանի տարբերակը։ Մինչ հիմնական ձեր հետազոտություններին անցնելը պատմեք ոնց է առաջացել գաղափարը նմանատիպ գիրք գրելու եւ հետազոտություն անելու հենց այդ տարածքի, այդ ժողովուրդների պատմական ընկալումների, հիշողությունների եւ նաեւ դրա ազդեցության վերաբերյալ։ Իհարկե, մեծ հաճույքով։ Ինչ-որ առումով իմ հետազոտությունը սկսվեց այն ժամանակ, երբ որ ես ուսուցանում էի Թուրքիայում։ Այն ժամանակ ես հնարավորություն ունեցա հանդիպել ուսանողների, ովքեր քուրդ էին, արևելքից էին, եւ առաջին անգամ ես այցելեցի Տիգրանակերտ, Մարտին եւ նման վայրեր։ Առաջին անգամ այդ ժամանակ ես հնարավորություն ունեցա ճանաչել հայկական մշակույթի ժառանգությունը, որը մինչև օրս նաեւ ֆիզիկական առումով այդ տարածքներում արկա է տարածքներ, որտեղ տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը եւ ես խոսում եմ ոչ միայն քարերի մասին, այլ նաեւ գյուղերի անունների, բառերի եւ բառապաշարի մասին, օրինակ հենց տեղի քրդերի խոսույթում, Բիթլիսում, Բաղերում շարունակում են օգտագործել հայերեն բառեր, երբեմն նույնիսկ չգիտեն, որ սրանք հայկական ծագում ունեցող բառեր են, բայց սա լրակյաց պատմություն է, որը մի կողմից կարծես թե ճնշված է, մյուս կողմից այն քեզ ամբողջությամբ շրջապատում է, երբ որ դու այդ տարածքները այցելում ես, եւ սա է իմ կարծիքով այն պահը, երբ ես որոշեցի կատարել այս հետազոտությունը։ Ձեր գնահատմամբ այս հետազոտությունների ընթացքում ինչի եք հանգել, ինչպես են հիշողությունները եւ պատկերացումները ազդել այս ազգերի ինքնության եւ նաեւ փոխհարաբերությունների վրա։ Խոսքը քրդերի, հայերի եւ թուրքերի մասին է։ Absolutely. Միանգամայն հասկանալի է եւ իրապես շատ հետաքրքիր է տեսնել, որ 1915 թվականը չնայած պատմության մեջ շատ կարևոր պահ է ցեղասպանության տարեթիվը, պատմության մեջ կարևոր պահ է թե հայերի, թե թուրքերի, թե քրդերի համար, բայց ամեն մեկը յուրովի է պատմում պատմությունը։ Իհարկե, հայկական նարատիվը մենք գիտենք, իհարկե, բայց միևնույն ժամանակ ցեղասպանությունը կարծես թե հենց այն կետն է, որից հետո մենք հիշում ենք այսպես կոչված նաև Արցախի անկախության քարը, կարծես թե ամեն ինչի սկիզբը հենց ցեղասպանության օրերից է սկսվել, ազգային ազատական շարժումը, բայց թուրքերի առումով մարտահրավերը ինչպես բացատրել ցեղասպանությունը, ինչպես խոսել ցեղասպանության մասին առանց այն ցեղասպանություն կոչելու։ Կարծես թե թուրքերը ինչ-որ առումով ցանկանում են խոսել կարծես թե դավաճանության մասին, կարծես թե հայերը համագործակցել են արտասահմանյան կայսրության ռուսների հետ, կարծես թե այն ժամանակահատվածը դիտարկվում է մի ժամանակահատված, որ այնինչ տեղի է ունեցել անհրաժեշտ էր թուրքերի համար, որպեսզի փրկի թուրքական ազգությունը, կարծես թե իրենք փոխել են ամբողջ պատմությունը, իսկ քրդերը այլ կերպ են պատմում պատմությունը, նրանք մասնակիորեն ճանաչում են, որ այո, 1915 թվականին ցեղասպանություն է տեղի ունեցել, բայց քրդերի համար ամենադժվարը այն է, որ ընդունեն քրդերի մասնակցությունը այդտեղ, որոնք նույնպես մասնակցություն ունեցել, իհարկե նաև կան քրդեր, ովքեր օգնել են հայերին, դրա մասին նույնպես պետք է խոսենք, բայց շատ քրդեր թե կրոնական, թե անձնական տարբեր պատճառներով, տնտեսական եւ այլն պատճառներով մասնակցել են ցեղասպանության արհավիրքներին։ Իսկ թուրքերի եւ քրդերի համար նույնական դժվարությամբ է ընդունել, որ հայոց ցեղասպանության փաստը իրականություն է։ Իմ կարծիքով շատ բան կախված է տարբեր գործոններից։ Ես այդ մասին փորձում եմ նաև խոսել իմ գրքում։ Ես կարծում կարևոր դերակատարում ունի նաև կրոնի գործոնը։ Եվ մենք տեսնում ենք տարբերություն երիտասարդ եւ տարեց սերունդների միջև։ Երիտասարդ քրդերը, ովքեր ավելի աշխարհիկ միջավայրում են մեծացել, իրենց համար այդքան էլ դժվար չէ ճանաչել, ինչպես նաև որոշակիորեն իրենց նույնականացնել որոշակի առումով հայերի հետ, որովհետև կա շատ ընդհանրություն հայերի
եւ քրդերի մշակույթի մեջ իրենց համար ավելի հեշտ է հայերի ինքնությունը ճանաչել, ինչպես նաեւ ճանաչել, որ եղել է ցեղասպանություն իրենց նախնիների կողմից, նախնիներ, որոնք մոլորվել են սխալ կրոնական կամ այլ գաղափարներով եւ արել են այդ բանը։ Իսկ ավելի տարիքով սերունդների համար մի քիչ ավելի դժվար է ընդունել իրականությունը, իրենք ավելի կարճում են կրոնական գաղափարախոսություններին եւ իհարկե տեղում մենք նաեւ կարող ենք տեսնել եւ նկատել տարբեր տեղի գաղափարախոսություններ ներառյալ կրոնական, որոնք ինչ-որ առումով նաև դերակատարում են ունեցել քրդերի մասնակցությանը ցեղասպանության արհավիրքներին։ Նույնը կարող եմ ասել հավանաբար թուրքերի համար։ Շատերը, ովքեր սովորում են համալսարաններում, սովորում են սոցիալական գիտություններ, նրանց համար հնարավոր է ինչ-որ առումով համաձայնության են գալիս, որ միգուցե եթե ոչ ցեղասպանություն, ապա ինչ-որ մի ահավոր բան այո տեղի ունեցել է, միգուցե սերունդների փոփոխության հարցը։ Միգուցե այսօր շատ չեն բացեբաց խոսում ցեղասպանության մասին, բայց այո, խոսում են այն մասին, որ այո, այդտեղ եղել են հայերի դերը Օսմանյան պատմության մեջ։ Նախկինում ոչ միայն չէին խոսում ցեղասպանության մասին թուրքական պատկերացման մեջ, առհասարակ չէին խոսում հայերի առկայության եւ գոյության մասին։ The very existence of Armenians was absent, and this has changed, I think. Դավիթ, ձեր խոսքում ասացիք, որ թուրքերը տարբեր կերպ են փորձում ներկայացնել հայոց ցեղասպանության փաստացի իրողությունը եւ նույնիսկ փորձում են արդարացումներ գտնել այն բանում, որ հայերի շրջանում որոշակի դավաճանություններ են եղել կամ արտաքին ազդեցություններ են եղել քաղաքական։ Իսկ ուսումնասիրության ընթացքում փորձել եք հասկանալ, թե կոնկրետ ինչ պատճառաբանությամբ են թուրքերը նմանատիպ ուղղությամբ պատմությունը պատմում։ Yes, I try to Այո, փորձում եմ նաև ինքս սա հասկանալ, թե այն ժամանակ ինչպես է դա ձևակերպվել, նաև ինձ համար շատ հետաքրքիր է հասկանալ նաև նախապատմությունը դրա։ Մենք տեսնում ենք, որ Ռիշկելատի տարբեր անդամներ, գաղտնի ոստիկանության տարբեր անդամներ, ովքեր շատ էական մասնակցություն են ունեցել ցեղասպանության գործում, նրանք արտաքսվել էին Հյուսիսային Կովկասից, Չերկեզիայից, ռուսական կայսրության կողմից։ Եվ հետևաբար ինչ-որ առումով կարծես թե նրանք բացասական փորձառություն ունեին։ Եթե իրենց մտածելակերպի մեջ, եթե չկա ժողովուրդ այդ տարածքում, չի կարող նաև լինել պահանջ տարածքի։ Իմ կարծիքով դա նրանց փորձառությունից էր գալիս, որովհետև նրանք նույնպես արտաքսվել էին Հյուսիսային Կովկասից նախկինում եւ ունեին այդ դառը փորձը։ Նաև եկեք հիշենք բուլղարական փորձը։ Երբ որ Բուլղարիայում ցեղասպանություն կազմակերպվեց, մենք առաջին անգամ տեսանք օսմանյան պաշտոնյաների, ովքեր մասսայական տեղահանման մարտավարություն էին օգտագործում եւ կազմակերպված էթնիկ ստուգներ էին կազմակերպում։ Կարծես թե այս փորձառությունը բացասական նրանք ունեին։ Kind of negative learning process, if you want. Գուցե առաջին հայացքից թվա շատ པարզ հարց եմ տալիս, բայց խորքային առումով այս հարցի պատասխանը մինչև այսօր դարանց որևէ մեկը չունի։ Ինչու Թուրքիան, ժամանակակից Թուրքիան չի ուզում առերեսվել իր պատմության հետ ու ընդունել անցյալի դասերն ու սխալները։ Yeah, that's indeed a difficult question. Իրականում դժվար հարց է։ Կարծում եմ պետք է այստեղ տարանջատենք Թուրքիայի հասարակության տարբեր մասեր եւ կառավարություն։ Կառավարությունը պահպանողական չի ցանկանում ռիսկի գնալ, չի ցանկանում հարցականի տակ դնել նախկին նարատիվը, որովհետեւ դրա համար հարկավոր է ռիսկի գնալ, որովհետեւ չգիտես ապագան կդառնա անորոշ։ Օրինակ 7 փողոց Իստանբուլում Թալատ Փաշայի անունով է։ Եթե փոխես պատմությունը, պետք է փոխես ամբողջ մշակութային տիրույթը, բայց կարծում եմ դա հնարավոր է անել, որովհետև հետաքրքիր է նաև, որ եղել են թուրք օսմանյան պաշտոնյաներ, ովքեր հրաժարվել են մասնակցել ցեղասպանության արհավիրքների։ Եթե թուրքերը փնտրեն նոր հերոսներ, որոնք մերժել են ցեղասպանությանը մասնակցել, այո, Անկարայի, Մալաթիայի մարզպետները ոմանք նույնիսկ իրենց կյանքով վճարեցին, որովհետև հրաժարվում էին մասնակցել այդ արհավիրքներին։ Կան այդ մարդիկ, իրենց մասին շատ բան հայտնի չէ, միայն վերջերս են գիտական աշխատողները նրանց մասին սկսել գրել այն թուրքերի մասին, ովքեր դիմադրել են։ Եվ այո, կարծում եմ խնդիրը նրանումն է, որ եթե փոխում ես քաղաքական մոտեցումն ու նարատիվը, պետք է նաև ընդունես նոր հիշողության մշակույթը։ Սա դժվար է, որովհետև հակառակ դեպքում ամբողջ թուրքականության ինքնությունը կարող է քանդվել։
Այո, հենց փաստորեն վախը ինքնության քանդման մեջ է Թուրքիայի։ Իրենք վախենում են, որ կարող են ընդունելով քանդել իրենց ողջ պատմական ինքնությունը։ Իսկ հիշողությունները, այդ հիշողությունների հետ ոնց են ուզում իրենք վարվել։ Exactly. I think this is the Այո, ճիշտ է, եւ սա շատ կարևոր պահ է, որովհետեւ ինչպես Ռեջեփ Մարաշն է ասել, քուրդ լրագրող, շատ թուրք քաղաքացիներ այսօր եւ զոհերի եւ հանցագործների սերունդներից են։ Դա շատ դժվար է։ Ոմանք կարող են հետ նայել, ոմանց պապերը մասնակցել են ակտիվորեն ցեղասպանության կազմակերպմանը, ոմանք էլ կարող են գտնել, հետ նայել, տեսնել տատիկի, ով մուսուլմանացված հայ է եղել։ Սա խնդիր է, ինքնության խնդիր է, որը նաեւ հենց լուծման բանալին է, որ թուրքերը պետք է հասկանան, որ պետք է ընդունել ցեղասպանության փաստը։ Սա արտաքին քաղաքականության խնդիր չէ, սա ներքին քաղաքականության խնդիր է։ Իրենք ներսում պետք է կարողանան ավելի խաղաղ եւ կայուն հարաբերություններ ունենալ ոչ միայն հայերի հետ, այլ նաեւ իրենց ներսում, իրենց փոքրամասնությունների հետ, չերկեսներ, թե քրդեր, թե մյուսների հետ, որովհետեւ Թուրքիայում շատ են փոքրամասնությունները, հետկայսարական երկիր է եւ հետեւաբար սա նրանց նույնպես պետք է, այնքան ինչքան եւ հայերին։ Even as much as Armenia needs this. I think this is something that Turkey needs to understand. Դավիթ, ենթադրենք Հայաստանի եւ Թուրքիայի միջև լինի քաղաքական հաշտեցում, իրականության մեջ արդյոք կլինի հաշտեցում հասարակությունների եւ արդեն իսկ խոսեցինք դրա մասին, հիշողության մակարդակում, ինչ եք մտածում։ Yeah. Indeed, Իհարկե, համաձայն եմ, որ առաջին հերթին պետք է քաղաքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս պարագայում առաջնագծում չէ հիշողությունը, որովհետև հիշողությունը շատ զգայուն թեմա է, բայց այն հարցերը, որոնք ես իմ գրքում բարձրացնում եմ, այդ հարցերը ակտուալ կդառնան հարաբերությունների կարգավորումից հետո։ Ինչպես հիշել պատմությունը, եթե նույնը չէ մոտեցումը, ապա ինչ մոտեցումներ միմյանց նկատմամբ գտնենք։ Սա ցավոտ մոտեցում կլինի։ Օրինակ Թալատ Փաշայի փողոցները պետք է վերացվեն, հայերն էլ պետք է մտածեն ինչ անեն Անտրանիկ Զորավարի եւ Գարեգին Նժդեհի հետ։ Հետևաբար պետք է գտնենք մոտեցումներ, նարատիվներ, որը երկուստեք ընդունելի կլինի եւ մոտեցումներ, որ թե հայերը, թե թուրքերը ունեն նաեւ այլ հերոսներ, ում կարելի է հիշել։ Անտրանիկ Յուսիֆյան օրինակ եւ այլն այլ հերոսներ, ում կարելի է մեծարել, հերոսներ, ովքեր միգուցե ռազմական հերոսներ չեն, այլ ոլորտներից են հերոսներ եւ հպարտություն ազգի համար եւ ավելի քիչ հակասությունների առիթ կտա դա, բայց սա շատ դժվար ճանապարհ է լինելու։ Մեզնից շատերը արմատներով ձեր հետազոտած վայրերից են, որը մեր խոսույթում ընդունված է անվանել Արևմտյան Հայաստան։ Եվ ի տարբերություն թուրքերի, որ այդ տարածքը իրենք անվանում են Արևելյան Թուրքիա կամ հռչակել են այդպես, կամ քրդերի, որոնք ունեն երևակայական, այսպես ասած, հյուսիսային Քրդստան, դա մեզ համար պատմական հող է։ Եվ նաև դուք գիտեք, որ Արցախյան վերջին պատերազմից հետո ինչ տեղի ունեցավ։ Տեղահանվեց այնտեղի ժողովուրդը, այնինչ տեղի էր ունեցել ժամանակին 100 տարի առաջ եւ թողտվության նաև պայմաններում մենք ունեցանք այդ իրավիճակը։ Հաշվի առնելով այս ամբողջը, այդ հիշողությունների հետ ինչպես վարվել։ Yeah. Absolutely. I think we see Միանգամայն համաձայն եմ, այո, մենք տեսնում ենք շատ նմանություններ, կարևոր նմանություններ, հատկապես էթնիկ զտումների հետ կապված Ղարաբաղում։ Մենք նմանություն ենք տեսնում ենք, որ միջազգային համայնքը լռեց։ Տեսել ենք նաև դա 1915 թվականին եւ դա կրկնվեց։ Եվս մի խնդիր, որի մասին ես խոսում եմ իմ գրքի ամենասկզբում, այն է, որ սա բռնության շղթա է։ Սկսել է առնվազն ցեղասպանությամբ կամ միգուցե ավելի վաղ եւ շարունակվում է մինչեւ հիմա, մինչեւ երկրորդ Ղարաբաղյան պատերազմ, որովհետեւ ես արդեն ասացի, որ մինչեւ Թուրքիան պատրաստ չլինի իրական քննադատ եւ կառուցողական երկխոսության մեջ մտնել իր իսկ անցյալի հետ, շատ դժվար կլինի կանգնեցնել այս բռնության շղթան, որովհետեւ այս բռնության արմատներում է գտնվում չհավատալու եւ չվստահելու գաղափարը, եթե չլինի անցյալի հետ հաշտեցում, շատ դժվար կլինի հայերին եւ թուրքերին միմյանց վստահել։ Սա մենք տեսել ենք թե առաջին եւ երկրորդ Ղարաբաղյան պատերազմներում, եւ սա նաեւ արդյունքն է ինչ-որ առումով թուրքական ազգերի, ադրբեջանցիների, թուրքերի եւ հայերի միջև այս վստահության բացակայությունը։ Եվ սրա համար անհրաժեշտ է իրատեսական հասկանալ անցյալը։ Երբ դուք ասում եք անցյալի հետ հաշտեցում, դրանում նաեւ նկատի ունեք հայերին, ենթադրում եմ,
որ հայերն էլ պիտի իրենց անցյալի հետ հաշտվեն, ճիշտ է, թե միայն թուրքերին նկատի ունեք, որ պետք է իրենք հաշտվեն ու ընդունեն իրենց անցյալի իրողությունը։ No, of course it is like Իհարկե, սա փոխադարձ գործընթաց է ենթադրում։ Մենք իհարկե խոսում ենք թուրքերի մասին, բայց չմոռանանք նաև Հայաստանի մասին։ Հայաստանում նույնպես կան խնդրահարույց բաներ։ Մի կողմից այո, ունենք պատմական բնակչություն այս պահին արևելյան Թուրքիայում կամ արևմտյան Հայաստանում, բայց կա նաև քուրդ բնակչություն, ադրբեջանական, թուրքական եւ այլն, այսինքն բոլոր առումներով պետք է լինի հաշտեցում անցյալի հետ։ Բայց եթե ես ճիշտ եմ հասկանում ներկայիս քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարաբերականորեն ավելի մոտ է եւ ավելի բաց է այս գործընթացը, ավելի քան որևիցե այլ կառավարություն Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր։ Ես նկատում եմ այդ շարժը հայկական կողմից առնվազն, իհարկե ես հասկանում եմ, որ Ադրբեջանի կողմից դեռ փակ է հասարակությունն ու մոտեցումը, Թուրքիայի կողմից կարծում եմ ավելի քիչ են խնդիրները, բայց շատ կարևոր կլինի, որ նրանք հասկանան, որ իրենց ազգային շահերը 100%-ով չեն համընկնում Ադրբեջանի ազգային շահերի հետ։ Ներկայում ընթանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հնարավոր է եղել մի քայլ առաջ դնել, կողմերը պայմանավորվել են ձեռք բերել համաձայնություն, որպեսզի սահմանը բացվի առայժմ միայն երրորդ երկրների քաղաքացիների կամ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Պայմանավորվածությունը դեռևս կյանքի չի կոչվել։ Այդուամենայնիվ, սա նշանակում է, որ գործընթացը որոշակիորեն տեղից շարժվել է։ Ավելին, կողմերը նաև հայտարարում են հրապարակայնորեն, որ առանց նախապայմանների են այս անգամ գործընթացը տեղից ուզում պոկել։ Եթե ծանոթ եք թեմային, վստահաբար գիտեք, որ նախկինում կային նախապայմաններ, որոնք առաջ էին քաշվում Թուրքիայի կողմից։ Հիմա դրանք չկան։ Բայց հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը բավականին դանդաղ է ընթանում։ Ձեր դիտարկման որն է պատճառը եւ արդյոք մտածում եք, որ այս անգամ գործընթացը կարող է հաջողել։ Եթե չի հաջողի, ապա որոնք են հիմնական խոչընդոտները դրա կարգավորման։ Absolutely. Այո, կարծում եմ, որ, ինչպես արդեն ասացի, հաջողության բանալին այն է, որպեսզի թուրքերը հասկանան, որ իրենց շահերը 100%-ով չեն համապատասխանում Ադրբեջանի շահերին։ Թուրքերը պետք է կարևորագույն հասկանան, որ իրենք ցանկանում են Հարավային Կովկասում ունենալ որոշակի ազդեցություն, ռուսական ազդեցությունից հետո։ Սա կարևոր է, շատ կարևոր է, բայց կարծես թե Ադրբեջանը պատերազմից հետո այնքան պրագմատիկ չէ, ինչքան որ անհրաժեշտ է։ Մի պահ կարծես թե Ադրբեջանը ավելի էմոցիոնալ է, քան կարելի էր ակնկալել։ Թուրքիայում ավելի իրական քաղաքականություն կարող ենք տեսնել։ Նաև Հայաստանում իրական Հայաստան ընդդեմ պատմական Հայաստան այս քննարկումները մենք տեսնում ենք։ Եվ հետևաբար այս գործնական քաղաքականության ժամանակն է եկել եւ ես կարծում եմ, որ սա նաև կազդի Թուրքիայի վրա եւ Թուրքիան նաև կհասկանա, որ որպեսզի կարողանան ունենալ խաղաղ հարևանություն, նրանց նույնպես հարկավոր է Հայաստանը։ Սա մի գիտակցություն է իմ կարծիքով, որին դեռևս ամբողջությամբ չեն եկել, բայց սա կարող է լինել խնդրի լուծման բանալին իմ կարծիքով։ Եվս մի բան, որ ես կարծում եմ այն է, որ այս պահին Հայաստանը հաջող, բայց ռիսկային ռազմավարություն է որդեգրել։ Եթե նախկինում միջազգային դիտորդները միշտ ասում էին, թե Հայաստանը պատրաստ չի սա անել կամ այն անել, հիմա Հայաստանը դուրս է գալիս եւ ասում է, մենք ամեն ինչի ենք պատրաստ, ամեն ինչի։ Հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ չի, Թուրքիան չգիտի ինչ անել, ինչ որ առումով ես կարծում եմ, որ այս ռիսկային քաղաքականությունը որդեգրված Հայաստանի կողմից արդեն իսկ արդյունքներ է տալիս։ Դուք կարծում եք, որ այսօր Թուրքիային նույնքան հարկավոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան Հայաստանին։ Կարծում եմ, որ պատճառները տարբեր են։ Նախ եւ առաջ այն տարածաշրջանը, որը Հայաստանի հարևանությունն է, Թուրքիայի ամենաաղքատ շրջանն է։ Ինչքան երկար այս գործընթացը երկարի, այնքան տեղական ճնշում նույնպես կլինի, օրինակ Կարսից, Ղարսից կենտրոնական իշխանությունների վրա։ Ես հիշում եմ, որ երբ որ նոր էին քննարկում սահմանի բացումը, Մարգարայի սահմանի բացումը, արդեն իսկ բավականին հետաքրքրություն կար տեղի թերթերում սահմանամերձ, եւ ես կարծում եմ, որ շուտով տեղական այս ճնշումները կլինեն Թուրքիայում, եւ ես կարծում եմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարեւոր է, որ եթե վերլուծում են քաղաքական հիմնասյուները Թուրքիայի, նրանք միշտ ցանկացել են լինել տարածաշրջանային հեգեմոն, մի երկիր, որը կարող
կարող է օգնել լուծել հակամարտություններ։ Հիմա իրենք կարող են լուծել մի հակամարտություն, որը ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը մինչ օրս չի կարողացել կարգավորել։ Սա կարող է լինել մի մոտիվացիայի գործոն Թուրքիայի համար, եթե իրենք պրագմատիկ հասկանան իրենց իսկ շահերը, իրենք այդ ուղղությամբ քայլեր կգործադրեն։ Այսինքն Թուրքիան կարգավորի տարածաշրջանային խաղաղության կայունության հարցը։ Դա նկատի ունեիք։ Կարծում եմ, որ Թուրքիան այն միակ երկիրն է, որը կարող է ճնշել Ադրբեջանին, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա վայր դնի այն պայմանները կամ նախապայմանները, որոնք Հայաստանի առաջ է դնում։ Մենք տեսնում ենք, որ հիմա նաև Հայաստանը պատրաստ է ուղղակի բանակցությունների, բայց Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ, ասում է փոխեք սահմանադրությունը, որտեղ նույնիսկ հղում չկա Արցախին, ընդհանրապես անկախության հռչակագրի հղում է։ Դուք բոլորս ավելի լավ գիտեք, քան ես, բայց ես կարծում եմ, որ Թուրքիան այս առումով կարող է լինել շատ կարևոր դերակատար մի երկիր, որը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպան նույնպես կարող է ինչ-որ բաներ անել, բայց մենք տեսնում ենք, որ Եվրոպան հակառակն է անում Գերմանիայի առաջնորդությամբ, կարծես թե երկխոսության մեջ է մտել Ադրբեջանի հետ, որը նույն Ռուսաստանն է կամ ավելի վատ միգուցե։ Դավիթ, դուք ասացիք, որ Թուրքիայի հասարակությունը պետք է նաև հասկանա 100%-ով, որ իրենց շահերը չեն համընկնում կամ իրենց շահերը 100%-ով չեն համընկնում Ադրբեջանի հետ։ Արդյոք դա հնարավոր է թե ոչ, եւ կարծում եք արդյոք, որ Թուրքիայի հասարակությունն ու Թուրքիայի կառավարությունն այսօր մտածում է, որ իրենց շահերը համընկնում են Ադրբեջանի հետ եւ հայ-թուրքական կարգավորումը ուղիղ ձևով կապում են հայ-ադրբեջանական կարգավորումների հետ։ Կարծում եմ, որ դա հնարավոր է։ Կարծում եմ, որ ազգային գաղափարախոսական քաղաքականությունից կարելի է անցնել պրագմատիկ քաղաքականության ամբողջ աշխարհում, Ամերիկայի Մեծ Նահանգներում, Եվրոպայում, նաև Կովկասում։ Այդ պատճառով կարծում եմ, որ դա հնարավոր է, բայց ես նաև տեսնում եմ ռետորաբանություն, երկու երկիր, մեկ ազգ, այդպիսի ռետորաբանություն կա, որը ձևակերպվել է առաջին հերթին Թուրքիայի կողմից 90-ականներին, որպեսզի ձեռք բերի ազդեցություն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրների վրա։ Բայց այս քաղաքականությունը այդքան էլ հաջողված չի եղել նաև Ադրբեջանի առումով։ Եվ ես կարծում եմ, որ մենք հիմա գլոբալ մի դարաշրջանում ենք, պրագմատիկ քաղաքականության դարաշրջանում ենք, եւ այսպիսի մոտեցումները կարող է հայտնվեն հարցականի Արդյոք Թուրքիան կարող է շարունակել իր գաղափարախոսական քաղաքականությունը։ Ես կարող եմ տեսնել, որ վերջերս օրինակ Կիրգիզիան եւ Տաջիկստանը կարողացել են իրենց սահմանային հարցերը, 30 տարվա սահմանային հարցերը լուծել։ Պատճառներից մեկը այն է, որ իրենք հասկացել են, որ ապրում են մի անկայուն վտանգավոր աշխարհում։ Եթե չլուծեն իրենց սահմանային հակամարտությունները, դա կարող է վաղը դառնալ հակամարտության եւ պատերազմի պատճառ։ Նույնը ես կարծում Թուրքիան չի ցանկանա եւ հետեւաբար, քանի որ այս պահին գլոբալ իրավիճակը կայուն չէ, բոլոր կողմերը միգուցե հետաքրքրված են շատ ավելի արագ կայունացնեն այն։ Ամփոփում ենք զրույցը։ Մենք մեր խոսքում արդեն հիշատակեցինք այն, որ երկու կողմերը գործընթացը տանում են առանց նախապայմանների։ Հրապարակային այդպես են հայտարարում։ Բայց մեր քաղաքական, հասարակական խոսույթում կան կարծիքներ այն մասին, որ գուցե հրապարակային Թուրքիայի կողմից չկան նախապայմաններ, որովհետև այն նախապայմանները, որոնք նախկինում առաջ էին քաշված, դրանց մեծ մասն այլևս գոյություն չունի ներկայում։ Արդյոք ոչ հրապարակային բանակցությունների ընթացքում կան այդ նախապայմանները, որոնք շարունակվում են Թուրքիայի կողմից առաջ քաշվել։ Դա կարող է լինել ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, դա կարող է լինել Կարսի պայմանագրի ճանաչումը, դա կարող է լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը եւ այլն եւ այլն։ Կարծում եք արդյոք, որ այսօր Թուրքիան ամեն դեպքում, եթե ոչ հրապարակային, ապա կուլիսային տարբերակներում խոսում է ու պահպանում է այն նախապայմանները, որոնք մինչ այսօր առաջ էր քաշում։ Դժվար հարց եք տալիս, պետք է ենթադրեմ պարզապես։ Կարծում եմ, որ Հայաստանը միակ դերակատարը չէ, ով Թուրքիայում ցեղասպանության քննարկումը տեսանելի է դարձնում։ Իհարկե նաև կա քաղաքասարակություն Թուրքիայում, որը իհարկե քաղաքական ճնշումների ենթարկվում։ Հարցը նրանումն է, թե մյուս կառավարությունը ինչ կառավարություն կլինի։ Կլինի Էրդողանը, թե Իմամօղլուն, ով կլինի։ Կլինի ընդդիմադիր կառավարություն, թե ոչ։ Եթե ընդդիմադիր, միգուցե նրանք առաջին անգամ փորձում են աշխատել քրդական շարժման հետ։ Սա նորություն է թուրքական քաղաքականության մեջ։ Սովորաբար այդ երկուսը
հակամարտության մեջ են եղել։ Միգուցե նոր կառավարություն լինի, նոր կառավարությունն էլ նոր հիշողության քաղաքականության կարիք ունենա։ Հետևաբար չեմ ակնկալում շատ նոր հանդուրժողականություն նոր կառավարությունից կամ ներկայիս կառավարությունից, բայց մենք նաև չգիտենք, թե վաղը ինչ կանի հաջորդ 2-3 տարիների ընթացքում ինչ կանի Թուրքիան։ The way Turkey will take politically in the next 2-3 years. So I think this will be very important to follow, I think. Բայց ցեղասպանության հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեծ խոչընդոտ է։ Կարծում եմ, որ քանի որ այսօր Հայաստանի կառավարությունը այդ մասին շատ չի խոսում, մենք շատ չենք խոսի դրա մասին, բայց ես կարծում եմ, որ քաղաքական կարգավորումից հետո այդ հարցը կվերադառնա եւ ավելի ակտուալ կդառնա որպես սոցիալ-մշակութային կարգավորման գործոն, որովհետեւ առանց դրա հնարավոր չի լինի սոցիալ-մշակութային եւ հիշողության հաշտությունը թուրքերի եւ հայերի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։ Մերսի։ Զրուցակիցս քաղաքական գիտությունների դոկտոր Դավիթ Լեոպոլդն էր։ Կհանդիպենք։